Ցանկացած քրեական գործի արդար ելքի համար անհրաժեշտ են մի շարք պայմաններ, որոնցից մեկը դատաքննության ընթացքում վկաների, տուժողների և մեղադրյալների միմյանց վրա ազդեցության բացառումն է, առավել ևս հենց դատական նիստերի ընթացքում։ Երբեմն այս պայմանն ապահովելը շատ բարդ է նիստերի դահլիճներում, մինչև ինչ-որ ցուցմունք կամ վկայություն տալը մարդիկ նայում են միմյանց աչքերի մեջ։ Կառավարությունը մշակել է օրինագիծ, որը հնարավորություն է տալու մեղադրյալներին դատական նիստերին մասնակցել տեսակապի միջոցով, այսինքն օնլայն։ Դատապարտյալի մասնակցությունը կարող է ապահովել տեսահաղորդակցության տեխնիկական միջոցների օգտագործմամբ, տեսակապի միջոցով, դատապարտյալի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ, հասարակական կարգի կամ առողջության կամ դատապարտյալի անվտանգության ապահովման կամ հանցագործությունների կանխման կամ սույն օրենսգրքով նախատեսված ժամկետում դատական վարույթի իրականացումը ապահովելու նպատակով։ Ըստ օրինագծի հեղինակների, տեխնիկական այս միջոցի կիրառումը նպաստում է հասարակական անվտանգության պաշտպանությանը, հանցագործությունների կանխմանը, վկաների և տուժողների իրավունքների պաշտպանությանը այն դեպքերում, երբ դատական նիստերի դահլիճում մեղադրյալի ներկայությունը վերջիններիս նկատմամբ կարող է ճնշող ազդեցություն ունենալ և ազդել նրանց ցուցմունքների արժանահավատության վրա։ Կյանքը ցույց է տալիս, որ այդ խնդիրն առաջանում է, երբ օրինակ մեղադրյալը հանցավոր խմբավորման ղեկավար կամ քրեական աշխարհում հեղինակություն է։ Պետք է երաշխավորվի, որ դատական նիստին ներկայացած անձինք և դատապարտյալը հստակորեն տեսնեն ու լսեն միմյանց, դատապարտյալը և նրա փաստաբանը դատական նիստի ընթացքում ունենան խորհրդապահական կարգով հաղորդակցվելու հնարավորություն, իսկ դատապարտյալը կարողանա դատական նիստի ընթացքում տեսակապի միջոցով ծանոթանալ գործի նյութերին։ Դատապարտյալի մասնակցությունը դատական նիստին տեսակապով չի կարող ապահովել, եթե տեսակապով մասնակցության դեմ փաստարկված առարկում է պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի ներկայացուցիչը կամ դատախազը, ինչպես նաև եթե դրա դեմ փաստարկված առարկում է դատապարտյալը։ Իրավաբանները, սակայն, այս օրինագծի հետ կապված մի շարք խնդիրներ են ֆիքսել, որոնք լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս։ Նախ պարզ չէ, թե երբ կարող է կիրառվել տեսակապով դատապարտյալի մասնակցությունը, այսինքն հստակ ֆիքսված չեն պայմանները, ըստ այդմ այն կարող է թույլ տրվել կամ մերժվել կամայական որոշումներով։ Օրենքից ես հասկացա, որ սա կիրառվում է որպես կանոն։ Այս սա որոշակի բացառիկ դեպքերում պետք է իրականացվի։ Այդ որոշակի բացառիկ դեպքերը ֆիքսվեն օրենքով։ Դու ասում ես, այս կանոնից բացառություն կարող լինի այն դեպքը, երբ որ մեղադրյալը փաստարկված առարկում է, բայց դու չես տալիս հիմքերը, թե որոնք են այդ փաստարկված առարկությունները։ Մյուս խնդիրը տուժողներն են։ Հենց այսօր մենք ականատես ենք լինում դատական գործերի, որոնց շրջանակում տուժողների ներկայացուցիչները դատարանում են միայն կարողանում առնչվել եւ իրենց զոհված հարազատների վերաբերյալ հարցեր ուղղել մեղադրյալներին։ Բա տուժող կողմի կարծիքով պետք է հարցնի։ Տուժողի համար սա միգուցե եզակի հնարավորություն է անմիջականորեն հարցաքննելու մեղադրյալին, անմիջականորեն նրան տեսնելու դատական նիստերի դահլիճում։ Բա մենք ինչ ենք տուժողին զրկում այս իրավունքից, անմիջականորեն հարցել, անմիջականորեն նայելու մեղադրյալի աչքերին։ Տեսակապով դատաքննությունը նաև էական գործիքից է զրկում փաստաբաններին։ Խնդիրը միայն հարց ու պատասխանը չէ։ Իրական զրույցի ընթացքում, եթե դու արեստավարժ իրավաբան ես, միանգամից ֆիքսում ես դիմացդ նստած քո հարցերին պատասխանողի ռեակցիաները եւ ապրումները։ Այսինքն այդ անմիջական շփումը շատ կարևոր է ցուցմունքի արժանահավատությունը բարձելու ու գնահատելու համար, ինչը հնարավոր չի իրականացնել տեսակապի միջոցով։ Օրինակ, երբ որ ես հարց եմ տալի, այդ հարց տալու ընթացքում մեղադրյալը կողքերն է նայում, հարցին ուշադրումով է պատասխանում, չգիտեմ ինչ անում, դու դրանից կարաս արդեն հանգես հետևության, որ այս մասին ինքը ճիշտ չի ասում ու դրանից քո հարցերի տրամաբանությունը լրիվ փոխվի այլ ուղղությամբ։ Եվրոպական դատարանի որոշումները, որոնց հղում է կատարվում օրինագծում, փոփոխությունները հիմնավորելու համար վերաբերում են կոնկրետ քրեական գործերի եւ դրանցում առկա առանձնահատկություններին։ Եթե կիրառել օնլայն դատավարության գործիքները, ապա գոնե նման առանձնահատուկ դեպքերում եւ դրանց համապատասխանության պայմաններում, նշում են իրավաբանները։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։